Դանիելի մարգարեությունը վաղճանաբանական գրքերից մեկն է Աստվածաշնչյան։ Այսինքն վաղճանաբանությունը գիտություն է, որը ցույց է տալիս, թե ինչպես պետք է զարգանա աշխարհի պատմությունը եւ ինչ է լինելու աշխարհի վերջում։ Դա մի տեղեկատվություն է, որ մարդ լինի իրազեկ, նախապատրաստված, որպեսզի հանկարծակի չգա մարդ, այլ հավատացյալը լինի տեղյակ։ Քանի որ Աստված միայն գիտի ապագան, դրա համար միայն Աստված գիտի, թե ինչպես է լինելու աշխարհի վերջը։ Եվ նա այդ գիտությունը դրել, զետեղել է իր գրքում։ Հետևաբար հավատացյալ մարդը ընդհանուր առմամբ ուրվագծած ունի իր մեջ, թե ինչպես է լինելու աշխարհի վերջը։ Դանիելի գրքում կան պատմություններ եւ մարգարեություններ եւ նույնիսկ պատմություններ են մարգարեական։ Դրա համար այսօր կտեսնենք առաջի 3 գլխում եւ ամփոփելով, թե ինչ է սպասում այս աշխարհին եւ որն է ճարի ծրագիրը։ Դան եւ Էլ, դատավոր եւ Աստված։ Առաջ տարբեր երկրներում ամենաբարձր ինստանցիայի դատավորը դա հենց թագավորն էր, որը դատում էր ժողովրդին։ Այսինքն, եթե շատ բարդ էր այդ հարցը, թագավորն էր նստում եւ դատում, եւ նա էր որոշում կյանք թե մահ։ Աստված է տիեզերքի թագավորը, նա բացարձակ Աստված է եւ նա է որոշում ներկայացնում, թե ինչը երբ պիտի լինի։ Իհարկե, մենք ապրելով այս մեղավոր աշխարհում չգիտենք, թե ինչը ինչու է լինում, բայց Աստված ունի ամեն ինչի պատասխանը։ Դրա հետ կապված Աստված լինելով արդարադատ նայում է չարիքի գոյությանը այս աշխարհում, նայում է այն պարգևին, որը նա տվել է մարդուն, որն է խղճի ազատությունը, եւ նա տարբեր հանգամանքներ նայելով հասկանում է, թե ինչը երբ պիտի անի, երբ պիտի ծնվի կոնկրետ մարդը, օրինակ, ես երբ պետք է ծնվեի, որոշել է բացառապես Աստված, որ երկրում ինչ թագավոր պետք է բարձրանա եւ իջնի։ Իհարկե, չի նշանակում, որ այդ թագավորը կատարում է Աստծո կամքը, եւ դա չի նշանակում, որ Աստված որոշել է ինչ-որ մեկի ծնունդը նա պետք է անի այնպես, ինչպես Աստված է ասում, բայց ընդհանուր առմամբ Աստված որոշել է, թե ով ինչ պիտի անի։ Աստված դրել է չափեր չար մարդկանց եւ դիվական աշխարհի համար։ Նիհաոյի հետ պատերազմելուց հետո Եգիպտոսից գալիս է նոր բաբելոնյան գլխավոր թագավոր Նաբուկոդոնոսորը վերցնում է Հրեաստանից երիտասարդներ, նաև վերցնում է տարբեր անոթներ, ամաններ եւ տանում է իր Աստծո տուն։ Բաբելոնի գլխավոր աստվածը Մարդուկն էր։ Հետևաբար նա պաշտում էր Մարդուկին։ Նրա հենց անունը Նաբու Աստծո անունով էր, բայց Աստված նրա մասին խոսելիս, օրինակ Երեմիա 25:9-ում, 27:6-ում ներկայացնում է, որ նա իր ծառան է։ Աստվածաշնչում բոլոր թագավորները Աստծո ծառաներն են։ Կապ չունի, նրանք դա հասկանում են, չեն հասկանում։ Աստված այս չար աշխարհում դրել է երբեմն այդ չար մարդուն, ասենք, որպեսզի ղեկավարի նա։ Եվ քանի որ նա էր տնտեսը, տվյալ պահին Բաբելոնի եւ ամբողջ իմպերիայի, դրա համար էր նրան տվել էր գիտությունը, թե ինչ է լինելու դրանից հետո։ Նույն դեպքերը եղավ Փարավոնի հետ, երբ հիշում եք Հովսեփի պատմությունը, երբ նա էր տեսավ երազ։ Այսինքն մարդիկ չեն հասկանում, որ նրանք Աստծո ծառաներ են, բայց Աստված նրանց ընդունում է որպես ծառաներ։ Այստեղ ներկայացնում է, որ այդ թագավորը անցնելիս ասեց Իսրայելից, թագավորական եւ իշխանական սերնդից, արած չունեցող, գեղեցկադեմ, իմաստության տեղյակ, գիտության տեղյակ, հանճարեղ, թագավորական պալատում կարողություն ունենալու տղաներ եւ որպեսզի նրանք կարողանան սովորել քաղդիական երկնու գրականություն։ Քաղդիականությունը դա կալդում լինելը, աստղագուշակությունը, քաղդի հենց հայկական աստվածներից էլ է հինդիցաբանական, որը նշանակում է աստղ։ Հիմա այստեղ Բաբելոնը ցանկանում է, որպեսզի վերցնի երիտասարդներին, գեղեցկադեմ եւ խելացիներին։ Սատանայի նպատակն է Աստծո ժողովրդից հանել երիտասարդներին, որպեսզի իրեն ծառայեն, որպեսզի իր առաջ կանգնեն
Եվ դրա համար Աստված ասում է. «Երանելի է այն անձնավորությունը, ով երիտասարդության տարիներին է ծառայում Աստծուն»։ Սատանայի նպատակն է, որպեսզի քո կյանքը տանի, քո իմաստությունը տանի, քո խելքը տանի, որպեսզի դու նրա առաջ ծառայես։ Իհարկե, մենք տեսնում ենք այստեղ, որ նրանց ներքինացրին։ Ներքինացները նշանակում է այնպես անել, որ նրանք տղաներ չլինեն, տղամարդիկ չլինեն, ներքինի դառնան։ Ներքինիները դրանք այն մարդիկ են, ովքեր չունեն ընտանիք եւ երջանկություն։ Նրանք պարզապես ծառայում են թագավորին։ Սատանան ցանկանում է, որպեսզի դու չունենաս երջանկություն այս աշխարհում։ Դու չունես ընտանիք, չլսես մանկան ճիչ, չունենաս համապատասխան երջանկության պարագաները, որտեղ սատանայի ծրագիրը հենց այդ է։ Սատանան ցանկանում է, որպեսզի դու լինես ներքին։ Նրանց տանում են, որպեսզի 3 տարի նրանք սովորեն քաղդիական գիտություններին, բաբելոնական տարբեր գիտություններին, այդ ժամանակվա Հարվարդ եւ այլն։ 3 տարի պիտի այդտեղ մնային եւ առաջինը այն էր, որ նրանց անունները փոխեցին։ Դանիելի անունը դրեցին Բաղդասար, հա, որը նշանակում է բելը պահապան լինի, Անանիա, Միսաել, ուրեմն Ազարիա, բոլորը նրա մասին է, որ Աստված է պահապանը, Տերն է պահապանը, Եհովան է այդպիսի։ Նրանց անունները փոխվեց։ Օրինակ, Անանիա Աստծո ողորմություն կոչվեց Ակու Աստծո հրամանատար կամ հրամաններ կատարող։ Միսաելը, որ նշանակում է ով է Աստծո նման, կոչվեց ով է Ակու Աստծո նման բաբելոնական դիցաբանական Աստծո։ Ազարիա նշանակում է Աստված կօգնի, Եհովան օգնում է, փոխարինվեց Նեգոյի ծառա, բաբելոնական Աստծո ծառա։ Այսինքն առաջին ինչ որ արվեց, նրանց նույնականացման փոփոխություն է դա կոչվում, երբ որ մարդկանց անունները փոխում են, մարդկանց բառերը, բառամթերքը փոխում է, որպեսզի մարդիկ սկսեն չարանալ։ Այսինքն առաջին բանը, երբ որ քեզ տանում է միտեղ Բաբելոնը, առաջինը փոխում է քո անունը, դու սկսում ես երբեմն հայհոյել, ինչ որ բաներ են փոխվում քո խոսույթում, խոսակցականի մեջ։ Դրանից հետո արդեն անցնում է սննդին։ Այն երիտասարդները, ովքեր գնում են թեկուզ սովորական համալսարաններում սովորելու, նրանց կյանքում փոխում է սննդակարգը։ Օրինակ, նույնը եղել է իմ կյանքում, երբ որ մնացածները սուրճ էին խմում կամ ինչ որ ծխում էին, ես այդ ժամանակ պարզապես հյութ էի խմում կամ կամպոտ էի խմում ու կուրսեցիները ծաղրում էին ինձ եւ ասում էին թթվի ջուր ես խմում, հարց հնչում է։ Սննդակարգ, թե ֆիզիկական, թե հոգեվոր սննդակարգին է կապնում առաջինը կամ երկրորդը սատանան։ Դրանից հետո մենք տեսնում ենք, թե այն ժամանակ, երբ որ նրանց սովորեցնում էին դիվություններ, երբեմն կախարդություն, երբեմն գիտություններ, նորմալ, այդ ժամանակ Աստված նրանց սովորեցնում էր այդ 4 տղաներին գիտություն, հանճար, իմաստություն, դպրություն եւ երազներ իմանալ։ Փաստորեն, այն ժամանակ, երբ որ նրանք աշխարհում, աշխարհային համալսարանում սովորում էին կախարդություններ, այդ ժամանակ զուգահեռ Աստված նրանց սովորեցնում էր ճշմարտությունը։ Այսինքն պետք չէ վախենալ նրանից, որ մարդիկ գնան բժշկական սովորեն, այնտեղ կա էվոլյուցիայի տեսություն։ Պետք չէ վախենալ։ Եթե մարդ նվիրյալ է, Աստված նրան կսովորեցնի եւ կհասկացնի իրական անատոմիան մարդու եւ ոչ թե էվոլյուցիան տարբերակը։ Հետեւաբար այստեղ, երբ նրանք 3 տարի հետո կանգնեցին թագավորի առաջ, թագավորը նրանց տեսավ, որ այս 4-ը տարբերում են բոլորից։ Թագավոր Նաբուգոդոնոսորը լինելով շատ իմաստուն մարդ ու ինքն էր ընդունում քննությունը համալսարանի, նա տեսավ, որ այս 4-ը Դանիելի 3 ընկերները բոլորովին տարբերվում են ուրիշներից։ Ինչն էր պատճառը, որտեղ Աստված նրանց տվել էր իրատեսություն։ Նրանք զուբրիտ չէին անում։ Նրանք անիրական, իրացիոնալ չէին պատկերացնում աշխարհը։ Եվ դրա համար Նաբուգոդոնոսորը միանգամից այս 4-ին դրեց շատ բարձր պաշտոնում։ Հիմա այստեղ առաջին գլուխը վերջանում է, որ Կյուրոսի թագավորը միջև Պարսկաստանի մենք մնացինք այնտեղ։ Բաբելոնի հզոր թագավորությունը այստեղ կարծես թե Դանիելը ներկայացնում է մեկ գլխում։ Սկզբից ու վերջից ներկայացնելով թե ինչպես է Բաբելոնը բարձրանում եւ ինչպես է իջնում։ Հետեւաբար հզոր բաները ասածարչում երբեմն ներկայացնում են շատ կարճ, որպեսզի ցույց տրվի, որ հավիտենությունը Աստծո մոտ է։
մնացալ բաները շատ կարճ են անցնում։ Շարունակեցինք մեր պատմությունը։ Թագավորը սկսում է երազներ տեսնել, ինչպես Փարավոնը Ծննդոց գրքում սկսում է երազներ տեսնել, եւ այդ երազները, որոնք նրան տանջում են, առաջացնում են իրար մոտ հարցեր, որովհետեւ Աստծուց տրված երազները տարբերում են նրանով, որ նրանք առաջինը կրկնվում են, եւ երկրորդը մարդու մոտ առաջացնում են հարցեր, եւ մարդը վեր է ապրում այդ ամենը, որտեղ երազը տեսնում է ինքը երազի մի մաս է, երբ որ եթե մի բան փշրվում է, կարծես թե իրանից է փշրվում։ Եվ այդ ժամանակ թագավորը կանչում է կախարդներին, կանչում է մոգերին եւ ասում է ինչի համար եմ ձեզ կերակրում, եկեք տեսնենք թե ինչի ինչոց է։ Գալիս են այս կախարդները եւ ասում են մեր ժամանակ տուր, իսկ թագավորը հասկանում է ովքեր են մոգերն ու կախարդները։ Նրանք ովքեր հորինում են տարբեր բաներ։ Այսինքն Պողոս առաքյալը ասում է քրիստոնեությունը հորինվածք չէ։ Մենք չենք խարդախում ոչ մի ճշմարտություն։ Իսկ մոգության եւ կախարդության մեջ, դիցաբանության մեջ պարզապես ոնց հարմար է, այդպես էլ փոխում են ընթացքը։ Դրա համար Դանիելը խնդրում է, քանի որ ինքն էլ է մտնում այդ ցուցակի մեջ, կարծես թե մոգ եւ մոգերի գլխավոր, նա էլ է մտնում այդ ցուցակը եւ ցանկանում է թագավորը ցանկանում է բոլորին սպանել, իսկ Դանիելը այստեղ խնդրում է, որպեսզի նրանց ժամանակ։ Նա գալիս է եւ աղոթում է իր ընկերների հետ Աստծուն եւ այստեղ ընկերները կոչված են հրեականաններով։ Այսինքն, թեկուզ այդ դժվար պահերին Դանիելը իր ընկերների հետ իրար հետ խոսում էին եբրայերեն եւ իրար անունները տալիս են այնպիսի անուններ, որտեղ փառավորվում է Աստված։ Դա շատ կարեւոր է։ Եթե քո գործի տեղում այն տարածքում, համասարանում, դպրոցում դու չես կարողանում մնալ, այսպես ասած, հոգևոր, ստեղծիր քո աշխարհը, ստեղծիր քո հոգևոր աշխարհը, ստեղծիր քո ընկերներին, ստեղծիր մի աշխարհ, որտեղ դու կարողանում ես մնալ Աստծո պաշտպանության մեջ։ Եվ այդ ժամանակ Դանիել մարգարեն իմանալով Աստծուց թե ինչ է նշանակում այս երազը, գալիս է եւ ներկայացնում է թագավորին, ներկայացնելով նրան, որ թագավոր դու տեսել ես մի մեծ արձան, որի գլուխը ոսկի է, որը ներկայացնում է Բաբելոնի թագավորությունը։ Դրանից հետո կգա Պարսկաստանը, մարերը եւ պարսիկները, կուրծքը արծաթե, որը կհաղթեն Բաբելոնին, որոնք կլինեն ավելի թույլ։ Դրանից հետո գա Հունաստանը, որը գոտկատեղն է, հետո ազդրերը, որոնք պղնձից են, հետեւաբար դեպի երկաթ եւ վերջում երկաթը, թաթերը, երկաթը տղմուտ կավի հետ, այսինքն տիղմի հետ։ Փաստորեն ոսկուց գնում է դեպի տիղմ աշխարհի պատմությունը։ Այսինքն էվոլյուցիան տեսությունը, որտեղ ներկայացվում է, որ աշխարհը գնում է դեպի էվոլյուցիա, մարդիկ դառնում են աստվածային, մարդիկ թևեր կունենան եւ կարող են ապրել թե օդում, թե ջրում, իրականում այդպիսի բան չկա։ Աստված ներկայացնում է, որ աշխարհի պատմությունը գնում է դեպի անկում եւ դեպի կործան։ Այսինքն, սկզբից երբ որ մարդ ստեղծվեց, Ադամը դարձավ այսպիսի Ադամ։ Ժամանակավոր, մահկանացու, մոռասկոտ, մեղավոր եւ այլն։ Այսինքն Աստված ստեղծել է կատարյալին, որը ընկավ եւ դարձավ անկատար թույլ էակ։ Այստեղ տեսնում ենք այդպես. ոսկին վերջում դառնում է երկաթ, որը խառնված է տղմուտ կավի հետ։ Փաստորեն, այստեղ ներկայացվեց, որ Բաբելոնին հաղթելու ավելի թույլ Պարսկաստանը, դրանից հետո գալու է Հունաստանը հաղթի Պարսկաստանին եւ այլն, եւ վերջում լինելու են այս եվրոպական թագավորությունները, որոնց ժամանակ Աստված եվրոպական թագավորությունների ժամանակ մի թագավորություն է բարձրացնելու, որը երբեք չի կործանվելու եւ դա լինելու է ինչպես մի սար, որը կլցնի ամբողջ աշխարհը։ Երկնքից եկող մի քար, որը կլցնի ամբողջ աշխարհը։ Եսայա գրքում մենք տեսնում ենք կամ տարբեր տեղերում, որ սարը դա Աստծո թագավորությունն է, սարը դա այն է, ինչ որ կա երկնքում եւ երկրի վրա, դա Աստծո թագավորությունն է, որտեղ նաեւ Սատանան ցանկանում էր բարձրանալ, որովհետեւ այդ սարը կարծես թե բարձունքն է։ Օրինակ Օլիմպ սարը, չէ՞, դիցաբանությունների մեջ սարերի վրա են ապրում Աստված։ Հիմա այստեղ Աստծո թագավորությունը պիտի լինի երկրի վրա եւ Բաբելոնի
Նաբուգոդոնոսոր թագավորը հասկանալով, որ իսկապես այդ երազանա տեսել է, իսկապես մեկնությունը տեղին է, գոհացնում է նրան, բայց նա չցանկացավ, որովհետև ներկայացվում է, որ 595 թվականին պատմությունը ասում է, որ խռովություններ տեղ ունեցավ Բաբելոնում։ Ինչի համար պարզ չէ, բայց այդ տարին, հենց այդ տարին է Աստվածաշնչում, որը ներկայացնում է, որ Դանիելը նրան ասեց Պարսկաստանը հաղթելու է Բաբելոնին։ Այդ ժամանակ Նաբուգոդոնոսոր թագավորը մի ամբողջ ոսկե արձան է կառուցում, իհարկե ամբողջությամբ ոսկե չէր, ըստ երևույթին, որտեղ դեռ այդքան ոսկի աշխարհում գոյություն չուներ, ըստ գիտնականների։ Աստվածաշունչում գրած է, որ ուխտի տապանակը ոսկուց էր, խնկի սեղանը ոսկուց էր, այսինքն ոսկեպատ, ըստ երևույթին դա ոսկեպատ էր։ Եվ հնարավոր չէ, որ այդպիսի այդ բարձրության լինի մարդու ամբողջ արձանն ու տեսքը, քանի որ շատ նեղ մարդ կլինի։ Դրա համար երևի կար պատվանդան, որի վրա հենց այդ արձանն էր։ Արձանը հետևյալն էր, ամբողջությամբ ոսկուց, որը ներկայացնում էր Բաբելոնի թագավորությունը։ Ինչու ամբողջությամբ ոսկուց, որպեսզի ըմբոստանա Աստծո դեմ եւ ասի. ոչ, մենք լինելու ենք հավիտենական։ Բաբելոնը միշտ կառուցում է ինչ որ մի բան, դա կլինի շենք, դա կլինի արձան, դա կլինի գաղափար, որով ցույց տա, որ մենք հավիտյան ենք լինելու, իսկ Աստծո ծրագրերը ծախողելու են։ Դանիելն ասեց. Նաբուգոդոնոսոր, դու իմացել ես Աստծո ծրագրերը, քանի որ դու ցանկացել ես գիշերներով, թե ինչ է լինելու աշխարհի վերջը, դրա համար Աստված ցույց է տվել։ Հիշեք, եթե դուք ցանկանաք իմանալ, թե ինչ է ուզում Աստված ձեզանից, որն է ճշմարիտ ուսմունքը, ինչպես ասել է Հիսուս Քրիստոսը, եւ ամբողջ սրտով ցանկանաք, դուք կիմանաք։ Այդպես էր այստեղ Դանիելը։ Դանիելի ընկերները, քանի որ ի տարբերություն Դանիելի պետական աշխատողներ էին, հենց նրանց մոտ առաջացավ խնդիրը։ Աշխարհի վերջում պետական աշխատողները լինելու են խնդրի առաջ։ Առաջինը նրանցից է սկսելու չարի աշխատանքը։ Իհարկե պետական աշխատողները շատ են օգնելու Աստծո եկեղեցուն, բայց պետական աշխատողների վրա է լինելու առաջին հարձակումը։ Օրինակ, եղավ COVID-ը, միանգամից պատվաստումներ ընդունեցին պետական աշխատողները։ Այդպես էլ այստեղ հոգևոր գործերով զբաղվում էր Դանիելը, Դանիելը այս պատմության մեջ չկա։ Ինչու՞։ Որովհետև Դանիելը զբաղվում էր հոգևոր աշխատանքով, իսկ պետական աշխատանքով զբաղվում էին նրա ընկերները։ Դրա համար այդ խնդիրների մեջ ընկան նրանք։ Այստեղ ամեն անգամ կա մի խումբ Դանիելի գրքում, որոնք զբաղվում են կախարդությամբ, որոնք իսկապես սատանայի նվիրյալ մարդիկ են, որոնք դրդում են թագավորին, որպեսզի որոշումներ կայացնի, որպեսզի խեղճացնի հավատացյալներին։ Դա նշանակում է, որ աշխարհում կա մաֆիա, աշխարհում կա գաղտնի կազմակերպություն, աշխարհում կան մարդիկ, որոնք կուլիսների հետևից թելադրում են իշխանավորներին, թե ինչ պետք է նրանք անեն։ Այստեղ էլ նույնպես մենք տեսնում ենք, որ կուլիսների հետևից կան մարդիկ, որ միշտ թելադրում են, որ Դանիելին կամ ընկերներին պետք է խեղճացնել, պետք է ստրկացնել եւ պետք է սպանել նրանց։ Եվ այդ ժամանակ ներկայացում է, որ երբ որ լսեք երաշտական գործիքների ձայնը, բոլորդ եկեք եւ երկրպագեք։ Այդպես էլ այստեղ է կատարվում։ 6 երաշտական գործիքների ձայն է լսում։ Երիտասարդներին ու ամբողջ աշխարհին խեղճացնում են, երկրպագեցնում են սատանային երգերի միջոցով։ Սատանան ինքը երաշտության պատասխանատուն է երկնքում։ Աստվածաշունչը ասում է, որ թմբուկների ձայնը, հետեւաբար ինքը զբաղվում էր երաշտությամբ։ Ու հիմա էլ աշխարհում քրիստոնեական եւ ոչ քրիստոնեական աշխարհին ծնկի է բերում երգերի միջոցով։ Ցանկացած, պատկերացեք ցանկացած այլանդակ տարածք պարտադիր պետք է լինի երաշտություն։ Երաշտությունը այն զորությունն է, որը մարդուն կարողանում է խեղճացնել եւ մեղքի մեջ գցել։ Բացի այն, որ թագավորական սեղանից բաբելոնական ուտելիք եւ խմիչքը նաեւ պետք է լինի երաշտությունը։ Այստեղ ներկայացում է այս երաշտության ներքո պետք է բոլորը գան եւ երկրպագեն։ Ինչու՞ է խնդիրը։ Աստծո համար կարևոր չէ
թե նա ով է, որտեղ է, կարևորը այն է, որպեսզի մարդ ինքը զղջա եւ ապաշխարի։ Աշխարհում հակառակն է, Բաբելոնի կառավարության մեջ ստիպողաբար է կրոնափոխությունը։ Բոլոր երկրներում, որտեղ եղել է կրոնի փոփոխություն, միշտ եղել է ազգային եւ եղել է ստրկացմամբ, եղել է կրակի մեջով անցկացնելով, թրիտակով անցկացնելով, դա կլինի Դնեպրում, Ռուսաստանի մկրտությունը կլինի ցանկացած երկրում։ Չմանրամասնեմ, քրիստոնյաները երբ որ քարոզում էին առաքյալները, ամեն քաղաքում որոշ մարդիկ հավատում էին։ Իսկ եթե ամբողջ քաղաքն է դառնում քրիստոնյա, նշանակում է, որ նրանց վախեցրել են։ Այստեղ մենք տեսնում ենք, որ նրանց կանգնացնում են կռապաշտության առաջ։ Այն արձանը, որ ոսկի էր եւ կանգնած էր, առաջինը ոսկի էր։ Ոսկին բոլորին ծնկ է իջացնում։ Ոսկին եւ մամոնան արձանները ծնկ են իջացնում շատ-շատերին։ Երկրորդը, այս արձանը 60 կանգուն բարձրություն ուներ եւ 6 կանգուն լայնություն։ Աստվածաշնչյան հայտնության գրքում մենք տեսնել ենք ոչ թե 60 եւ 6, այլ 660 եւ 6, որը բերելու է մարդկանց, ահա թե ինչ է 666-ը։ Եվ տեսնում ենք ինչպես այս երիտասարդները մնացին կանգուն եւ թագավորին ասեցին. ով թագավոր, մենք չենք վախենում։ Մենք չենք վախենում այս ամենից։ Դանիելի գիրքը ներկայացնում է, որ Աստվածաշնչյան վերջին իրադարձությունները լինելու են նամանավան 10-րդ պատվիրանի 2-ի շրջանակներում, երբ երկրպագել 4-րդ պատվիրան եւ ում երկրպագել 2-րդ պատվիրան, որը հանվել է շատ քրիստոնեական ուղղություններից։ Երկրորդ պատվիրանը եւ 4-րդ պատվիրանը, թե ում պիտի երկրպագեն։ Այստեղ երիտասարդները ասում են, մենք վստահ ենք, որ Աստված մեզ կպահպանի, կամ կպահպանի այս երկրում, կպահպանի կամ էլ գալիք երկրում։ Ու այն ժամանակ, երբ որ ամենավստահելի ծառաները Նաբուկոդոնոսոր թագավորի գցվել էին հնոցի մեջ, Նաբուկոդոնոսոր եկել էր նայում էր, թե ինչպես են նրանք վառվում, կամ ինչպես պետք է վառվեին։ Իսկ Աստված, որի ծառաներն էին, երկնքից իջավ, որպեսզի պաշտպանի նրանց։ Այսինքն Նաբուկոդոնոսորի ծառաները ամենահավատարիմ նրա աչքից ցավ չէին տալիս։ Իսկ քանի որ նրանք Աստծո ծառաներն էին, Աստված երկնքից իջավ, որպեսզի նրանց պաշտպանի։ Լավ։ Ինչ ենք մենք այստեղ տեսնում։ Թագավորը կապում է այս 3 երիտասարդների ձեռքերը եւ նրանց ուժեղ զինվորները տանում են գցում կրակի մեջ, որը զորացնում են 7 անգամ։ Ինչու՞։ Որտեղ Նաբուկոդոնոսորը վախենում էր մարդկանցից։ Այս աշխարհի ամենաչար մարդն էլ, ամենահզոր մարդն էլ վախենում է հավատացյալներից, որտեղ հասկանում է, որ հավատացյալի մեջքին Աստված կա։ Դրա համար կապում են, գցում են եւ կրակը 7 անգամ զորացնում են եւ ասում են, որ Աստված ձեզ կազատի։ Հետեւաբար նա այդ անում է Աստծո համար։ Երբ որ Պետրոսին տարան բանտարկեցին, 16 զինվոր պաշտպանում էր նրան։ Պետրոսը ինչ պետք է աներ։ Զնդանում փակված 16 զինվորի մեջ, որովհետև վախենում էին, որովհետև Հերոդեսը վախենում էր։ Հիսուս Քրիստոսի գերեզմանոցի մոտ ինչու են կանգնած այդքան զինվորները, որովհետև վախենում էին։ Աստված վախ է դրել այս աշխարհի մարդկանց մոտ հավատացյալի նկատմամբ։ Դրա համար նրանք հարձակում են հավատացյալի վրա։ Ինչու համար են կենդանիները հարձակում մարդու վրա, որովհետև նրանց մոտ առաջանում է վախ, վախի հորմոն, եւ դրա համար են նրանք հարձակում մարդկանց վրա։ Այստեղ մենք տեսնում ենք, որ կա գլոբալիզացիա, բոլորին ուզում են բերել ստրկության։ Այստեղ մենք տեսնում ենք, որ մունետիկը կանչում էր եւ ասում էր բոլորդ պիտի երկրպագեք։ Մունետիկը դա հիմա մեդիա ծառայությունն է, որ ամբողջ աշխարհով երկրպագության է բերում տարբեր մարդկանց։ Մենք տեսնում ենք, որ Աստված ինչպես եկավ, Աստծո որդին ինչպես եկավ, կամ աստվածային էությունը, չէ, որդին այլ նշանակում էություն, ինչպես եկավ եւ փրկեց։ Այնպես է լինելու աշխարհի վերջում, երբ Հիսուս Քրիստոսը երկնքից գալու է, որպեսզի պաշտպանի եւ փրկի ժողովրդին։ Մենք տեսնում ենք ինչպես կռապաշտները, գաղտնի կազմակերպությունները ազդելու են թագավորի վրա, որպեսզի օրենսդրության սահմաններում բան փոխվի։
մենք տեսնում ենք Հիսուս Քրիստոսի գալով է շատ բաներ փոխվում։ Մենք տեսնում ենք, որ լավից գալիս է դեպի փտում եւ վերացում։ Լավին են ընտրում, երիտասարդին են ընտրում, իսկ Աստված վերցնում է այս աշխարհի տգետներին եւ նրանց դարձնում է թագավորների որդիներ։ Այդ նույն պատմությունը մենք տեսնում ենք Հայտնություն 13-րդ գլխում, որի մեկնությունը ես ունեմ, կարող եք նայել, որտեղ նույնպես սուտ երրորդությունը իր ուժերով վիշապը, գազանը ստրկացնում են մարդկանց, իջեցնում են մարդկանց, որպեսզի նրանք չկարողանան հացի համար երկրպագեն իրենց, գազանի դրոշմ ընդունեն։ Եվ դա արվում է հոգևոր դաշտում։ Հիսուս Քրիստոսն ասել է ձեզ ժողովարանից հանելու են եւ սպանելու են եւ կարծելու են թե Աստծուն պաշտոն են մատուցում։ Այս մարդիկ մտածում են թե մարդկանց համար լավ բան են անում։ Գլոբալիզացիա են բերել, հավասարություն են բերել։ Բոլորը պիտի պաշտեն մի Աստծուն եւ ունեն պաշտպանություն։ Իրականում դա այդպես չէ։ Բաբելոնյան ժամանակներից է մեր մոտ եկել 12 ամիսը, եկել 60 րոպեն, 60 վայրկյանը եւ մնացած 60-ները։ Շրջանի աստիճանները, անկյան աստիճանները, որ 360 են, 90, 90 եւ այլն։ Այդ ամեն ինչ եկել է Բաբելոնից, քանի որ Բաբելոնում գլխավոր, կարևոր թիվը կատարյալ 6-ն էր։ Դրա համար այստեղ է Բաբելոնյան 666-ը եւ ով որ իմաստություն ունի, թող հասկանա։ Աստված իր ժողովրդին նախապատրաստելու համար այսպիսի զորություն է տվել մարդուն։ Տիմոթեոս գրքում մենք կարդում ենք հետևյալ խոսքերը։ Առաջին գլուխ 7-րդ համար 2 Տիմոթեոս։ Որովհետև Աստված չտվեց մեզ երկչոտության հոգի, այլ զորության եւ սիրո եւ զգաստության։ Ուրեմն ամոթ մի համարիր Տիրոջ վկայությունը։ Մենք Աստվածաշնչյան այս խոսքերում տեսնում ենք, որ Աստված զորացրել է իր ժողովրդին։ Աստծո ժողովուրդը վախենալու կարիք չունի։ Աստծո ժողովրդին ինչքան էլ ցանկանան ծնկի բերել, Աստծո մարդը երբեք ծնկի չի իջնում։ Աստծո մարդուն հնարավոր չէ ոչ մի ձևի վախեցնել։ Աստծո մարդը ինքը հասուն հաստատված անձնավորություն է։ Դանիել այս 3 գլուխներում մենք տեսնում ենք, որ Աստված զորացնում է իր ժողովրդին։ Նրանք չեն վախենում ոչ մահից, չեն վախենում տարբեր տագնապներից եւ այլն։ Աստված բացարձակ է։ Պետք է Աստծուն անմնացորդ վստահել։ Աշխարհի վերջի դժվարությունների ժամանակ Աստված զորացնելու է իր ժողովրդին։ Աստված տալու է իմաստություն, Աստված տալու է հաց ու ջուր, Աստծո մարդը պիտի չվախենա։ Դանիելը առանց թագավորական սեղանից օգտվելու 10 օրում տարբերվեց նրա գեղեցկությունը, նրա ամրակազմ լինելը, մարմին ամբողջությամբ փոխվեց։ Իսկ նա ապրում էր մի քանի ընդեղենով եւ ջերով ընդհանրապես։ Աստված պահելու է իր ժողովրդին։ Երբեք չվախենաք, Աստված չի տվել մեզ երկչոտության հոգի։ Ինչ է լինի, Տիրոջ պաշտպանությունը մեր վրա է։ Թող Տերը օրհնի մեզ։ Բաբելոնը չի ավարտվել, որովհետև երբ որ քարը գա, ջարդելու է գլուխն էլ եւ մնացածն էլ, որովհետև Բաբելոնը չի ավարտվել։ Բաբելոնը միջև աշխարհի վերջն է լինելու է եւ Տերը վերացնելու է իր հոգով Բաբելոնին եւ հակա Քրիստոսին։ Աստծո պաշտպանությունը օրհնությունը լինի բոլորիս հետ։ Այսօր կարծես թե ամփոփում այս 3 գլուխների։